Թրամփը հայտարարել է, որ հավանաբար չի երկարաձգի ապրիլի 7-ին Իրանում հաստատված հրադադարը եւ չի բացի Հորմուզի նեղուցը, եթե մոտ ապագայում գործարք չկնքվի։ Նա հերթական անգամ կրկնել է, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ունենալու ծրագրից, իսկ հարստացված ուրանի դուրսբերումը ըստ Թրամփի երկար եւ բարդ գործընթաց է լինելու։ Մենք հաղթում ենք պատերազմում, ամեն ինչ շատ լավ է ընթանում, մեր բանակը հիանալի արդյունքներ է գրանցել, շեշտել է ԱՄՆ նախագահը։ Ֆրանսիայի եւ Լեհաստանի միջև հնարավոր միջուկային զորավարժությունների մասին հաղորդագրությունները պահանջում են բարձաբանումներ կոնկրետ զենքի վերաբերյալ, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Մենք պետք է ուսումնասիրենք մանրամասները, մասնավորապես ինչ զենքեր են քննարկվում եւ որ երկրներում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 21-ից 22-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում։ Նա հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, արտգործնախարար Հական Ֆիդանի եւ պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։ Նշվում է, որ այցը նվիրված անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերի։ Քննարկվել է Թբիլիսիի փողոցներից մեկը Շարլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը։ Շվեյցարիայում վաճառվել է առանձնատունը, որտեղ տեղի է ունեցել Գորբաչովի ու Ռեյգանի առաջին հանդիպումը։